Միացյալ Նահանգները հիմնական իր մրցակցությունը Չինաստանի հետ է այսօր աշխարհում։ Մնացած բոլոր երկրները երկրորդական են այդ պայքարի մեջ եւ դասավորվում են այս հակամարտության շուրջ։ Եվ հայ ժողովուրդը ուզի թե չուզի պիտի կարողանա կողմնորոշվի այս պայքարի մեջ ինքը որտեղ է գտնվում։ Այն հանգամանքը, որ այցելությունը, պատահական այցելություն չի, հիշեցնեմ ձեզ Նենսի Փելոսին, խոսնակը կոնգրեսի, մի քանի տարի առաջ Տայվան այցելեց, Ուկրաինա այցելեց եւ Հայաստան այցելեց։ Այսինքն սա երրորդ անձն էր, չէ՞, Միացյալ Նահանգների իր կարևորությամբ։ Հիմա երկրորդ անձն է եկել։ Սա ինչ է խոսում, որ այստեղ շատ մեծ կարևորություն ունի այս տարածաշրջանը ամերիկյան եւ համաշխարհային քաղաքականության մեջ։ Ինչու՞, որովհետեւ Չինաստանից անցնող ճանապարհները, որոնք անցնում են, եւ Չինաստանի հետ այդ մրցակցությունը, որ Միացյալ Նահանգները ունի, ստիպում են իրենց, որ իրենք կողմնորոշվեն, թե որ կետերն են, որ պիտի ամերիկացիները որոշակիորեն կարողանան լծակներ ունենալ Չինաստանի ազդեցությունը սահմանափակելու համար։ Տեսեք, ամերիկա-վրացական հարաբերությունների բացասական հարաբերությունները պայմանավորված են նաև նրանով, որ Վրաստանը համաձայնվել էր Չինաստանին տալ ամենախոշոր բնավահանգիստը եւ դրա համար հայտնվել է խաղից դուրս վիճակում հիմա։ Եվ փորձում են հիմա վրացիները նույն Իտալիայում հանդիպում ունեցան Վենսի հետ առանձին խոսելու համար, որ իրենք նույնպես ուզում են նորից վերադառնալ, այսպես ասած, այդ նավահանգստի կարգավիճակի քննարկմանը։ Ինչու՞, որովհետեւ այս ամբողջ հարավային Կովկասը միավորող նշանակություն ունի հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք ճանապարհներին։ Ուստի Վենսը գալիս է այս տարածաշրջան։ Ոչ թե նրա համար, որ հայերին շատ է սիրում կամ թուրքերին շատ է սիրում ադրբեջանցիներին, ոչ, այլ որովհետեւ սա ռազմավարական կարևորություն ունի, որովհետեւ ճանապարհները լինի Կասպից ծովից անցնող, լինի Միջին Ասիայով, Կենտրոնական Ասիայից Իրանով անցնող, բոլորը նորից Կովկաս են բարձրանում Սև ծով հասնելու համար։ Դրա համար մենք եկեք շատ լավ հասկանանք, որ սա ոչ թե եկել են հայերի կամ ադրբեջանցիների համար, եւ իրենց համար այստեղ կարեւոր է, որ իրենք կարողանան կառավարել այս միջանցք ասածը, հարավ կովկասյան միջանցքը, ոչ թե Մեղրիի միջանցքը։ Մեղրին դրա այսպես մի փոքրիկ մասն է այս ամբողջ հավասարման։ Այսինքն Հայաստանը անկախ իր կամքից հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Այո, ես հենց այդ էի ասում, որ այսպես ասած հայտնվել ենք վագրի վրա, որտեղ այդ ուժը, որը իսկապես Միացյալ Նահանգներն է, այսօր գերուժն է աշխարհի, իր առաջ կանգնած կա մի գերուժ, այսօր դա Չինաստանն է, եւ այդ պայքարի մեջ խոսքը գնում է հիմա ինչպես կառավարեն իրենք Եվրազիայից անցնող ճանապարհները, որը անցնում են կամ Ռուսաստանի, կամ Կասպից ծովի, կամ Իրանի վրա, ուրիշ 3 ճանապարհ է, ուրիշ ճանապարհ չկա։ Ռուսաստանը փակ է, Ուկրաինան փակ է, Կասպից ծովը դեռ բան չի, այսպես պարզ չի, իսկ Իրանում տեսնում ենք ինչ է կատարվում։ Այսինքն սա ամերիկյան խոշոր քաղաքականություն է, աշխարհաքաղաքական, եւ դրա համար է Վենսը այսօր եկել այս տարածաշրջան։ Եկեք մեզ չխաբենք։ Հիմա երկրորդ հարցը, որտեղ միայն դա աշխարհաքաղաքական կառավարման չէ, դու պետք է ունենաս տնտեսական ծրագիր, տեխնոլոգիական ծրագիր, կառավարումը հենց այնպես հայտարարելով չի։ Թե չէ ռուսները շուտվանից կառավարեին, իրենք միայն հայտարարում էին, բայց ոչ մի բան չէին կարողանում, ոչ տնտեսական, ոչ էլ տեխնոլոգիական, այսպես ասած, ներուժ ունենալ կառավարելու համար նախկին խորհրդային երկրներում, չէ՞։ Իսկ այստեղ մենք տեսանք հայտարարություններ, որոնք հնչեցին արդեն տեխնո-տնտեսական։ 9 միլիարդի մասին։ Հարցը 9 միլիարդը չի անգամ, հարցը ավելի մեծ է, որովհետև Միացյալ Նահանգները Չինաստանի հետ հիմա խոշոր մրցակցության մեջ է 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը ով է լինելու առաջատարը։ Եվ դա կապված է արհեստական բանականության այն ցունամի հասնող փոփոխությունների հետ, որոնք հենց հիմա հենց զուգահեռ այս օրերին փետրվարյան ահռելի ցունամի է բարձրացել ամբողջ տնտեսական աշխարհում արհեստական բանականության վերած փոփոխությունների պատճառով։ Եվ այդ փոփոխությունները ստիպում են Միացյալ Նահանգներին առաջիկա 5 տարիների ընթացքում, մի 5 տարվա ընթացքում ընդամենը մոտ 5 տրիլիոն դոլար փող ծախսել նոր ենթակառուցվածքներ ստեղծելու համար, ամերիկյան, որպեսզի իրենք կարողանան մրցել Չինաստանի հետ։ Դա պահանջում է ահռելի նոր
տեսակի ենթակառուցվածք, էներգետիկ ենթակառուցվածք եւ արհեստական բանականության ենթակառուցվածք, որը Հայաստանում է ոչ միայն Հայաստանում։ Սա համաշխարհային, ես հիշեցնեմ ձեզ, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կար Manhattan կոչվող ծրագիրը, որը ատոմային միջուկային ռումբ ստեղծելու ծրագիրն էր, որը ահռելի ծրագիր էր ամերիկյան եւ իրենք ի վերջո ստեղծեցին այդ ծրագիրը ուժերի մեծ կոնցենտրացիա անելով։ Հիմա այս ինչ որ արվում է, մի քանի 100 անգամ ավելի մեծ ծրագիր է, քան Manhattan-ի ծրագիրը, եւ դա ոչ միայն պետական ծրագիր է, այլև մասնավոր պետական, այսինքն խոշոր կորպորացիաներն էլ են մասնակցում սրան։ Ամբողջ Միացյալ Նահանգներում եւ աշխարհում ստեղծվում են data այսպես center-ներ, որը արհեստական բանականության այսպես գործարաններ են, եւ այն ինչ որ Հայաստանում ստեղծվում է, դա այդ խոշոր նոր համաշխարհային ցանցի տարածաշրջանային, ոչ թե հարավային Կովկասի, այլ այս ամբողջ կենտրոնական Ասիա, միջև, այսպես ասենք, Եվրոպայից միջև Սեուլ ընկած տարածքում ամենախոշոր գործարանն է ստեղծվում։ Եվ այդ գործարանը ունի ամբողջ տարածաշրջանային համաշխարհային կարևորություն, որտեղ ինքը համաշխարհային ցանցի կարևորագույն հանգույցներից է։ Համեմատության համար ձեզ ասեմ, որ հասկանալի լինի ինչի մասն ենք խոսում։ Այն ինչ որ կառուցվելու է Հայաստանում, այդ 4 միլիարդ դոլարանոց գործարանը, եւ այն պրոցեսորները, որոնք բերվելու են, դրանք վերջի սերնդի պրոցեսորներ են, որ անգամ Եվրոպայում չկա հիմա։ Եվրոպական գործարանները, որոնք էլի ստեղծվում են եւ ստեղծվել են, ավելի հին սերնդի պրոցեսորների վրա են լինելու, քան Հայաստանն է։ Հայաստանի այս կարողությունը, որը մոտավորապես 100 մեգավատ կարողության ուրեմն գործարան է լինելու, Հայաստանը համեմատելի է դարձնում միջին եվրոպական երկրի հզորության հետ։ Ասենք Հոլանդիայի կամ Ֆինլանդիայի, պատկերացնում եք, մենք համեմատելի հզորության երկիր ենք դառնում եւ արհեստական բանականության կարողության մշակման կարողությամբ, այլ եւ նաեւ այդ էներգիայի իմաստով, որ պիտի այդ գործարանը սպառի, որը հավասար է մի 100,000-անոց քաղաքի էներգիայի սպառման։ Դա մյուս 5 միլիարդ է։ Այն մյուսը ծառայելու հենց այս գործարանի, որտեղ այդ էներգետիկան, որը պետք է ծառայի Հայաստանում, լրացուցիչ էներգետիկ հզորություններ են պահանջվելու։ Եվ դա ուրեմն վերջի տեխնոլոգիաները պետք է լինեն նույնպես։ Ուրեմն եկեք էս էլ հասկանանք։ Հիմա հարց, ինչու Հայաստանում։ Այստեղ կա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներ։ Օբյեկտիվ հանգամանքները արդեն ասեցի, որ իրենք ամբողջ տարածաշրջանում պիտի այդպիսի բան ստեղծեին, հա, դա օբյեկտիվորեն պիտի որոշվեր արվեր։ Հիմա օրինակ Ղազախստանում եւ Ուզբեկիստանում data center-ներ նույնպես ստեղծում են 100 միլիոն դոլարանոց, բայց ուր 100 միլիոնը ուր 8 միլիարդ դոլար է, պատկերացնում եք տարբերությունը։ Բայց խնդիրը այն է, որ շնորհիվ մեր նախկին սերունդների, անգամ խորհրդային տարիների եւ դրանից առաջ մեր պապերի, որոնք որ հայ ժողովրդին ճանապարհը ասել են, քո ճանապարհը իմաստության, կրթության ճանապարհն է եւ գիտության ճանապարհն է, եւ այդ դրա շնորհիվ Մխիթարյանները ստեղծել են լեզու, գիտություն, հետո էլ փոխանցել են դրանից առաջ էլ Մաշտոցը, բայց նոր ժամանակներում արդեն խորհրդային տարիներին, Ստալինի տարիներին, Ալիխանյանի նման մարդիկ, հետագա Ստալինից հետո ասենք բանի նման մարդը, Մերգելյանի նման մարդը, Յոսիֆյանի նման մարդը, Համբարձումյանի նման մարդիկ ստեղծել էին այն սերունդները ինժեներական եւ գիտական, որոնք այստեղ մարդուժ ունեին, որը կարող է այդ ամեն ինչով զբաղվել։ Ես հիշեցնեմ ձեզ, մեր նոր սերունդը չգիտի, 1962 թվին է ստեղծվել Հայաստանում արհեստական բանականության գիտական հիմնարկը։ Սրա մասին նոր սերունդը չգիտի։ Այս դու չես կարող ուղղակի գործարանը բերել դնել առանց մարդկանցի կամ այդ մարդկանց դրսից պիտի բերես, չէ՞, որը շատ թանկ է։ Այս տարածաշրջանում չկա մի ուրիշ երկիր, որը կարողանար այդ կարողությունները աշխատացներ։ Այսօր դա հայ ժողովուրդն է։ Շնորհի մեր պապերի, այդտեղ Նիկոլ չկա։ Այո, բայց եկեք տեսեք, որ սա ինքը օգտագործելու է իշխանությունը։ Դա իր բախտն է, Քաջնազարի բախտն է, հասկանում եք։ Քաջնազարը ընկել է եւ այն պահի, երբ բոլորը վագրի վրա են իրան տեսնում, ասում են, օ, այս վագրին սանձեց։ Վագրին չի սանձե։ Այս է խնդիրը։ Մենք պիտի լավ հասկանանք, որ իրականում մենք պատմական իրադարձություն է, այո, այն ինչ որ Հայաստանում ստեղծվում է։ Դա 21-րդ դարի ենթակառուցվածքներն են ամբողջ տնտեսության,
Ամբողջ տնտեսությունը փոխվելու է։ Մի քանի տարվա ընթացքում ցունամի ալիք է, ես ասում եմ, հիմա աշխարհում ցունամի է բարձրանում։ Եվ այս ինչ որ մենք տեսնում ենք, խոսում այն մասին, որ մենք որպես ժողովուրդ պիտի կարողանանք խնդրի մասշտաբը հասկանալ։ Նիկոլը կա, չկա, դա մի հարց է, ինքը շահում է այս ամեն ինչից, դա լրիվ ուրիշ հարց է, ու մենք պիտի այդտեղ հստակ կարողանանք դիտարկել այս հարցը։